Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում։ Վրեժ Կիրակոսյան, Անահիտ Կիրակոսյան։ Բարի գարնանային ու ամառային ու բարեխառն առավոտ բոլորիս սիրելի հեռուստադիտող։ Ինչքան որ հուր կա մեր սրտում բոլորը ձեզ, իսկ եթե դուք դեռ քնած եք, քնկոտ եք կամ մտածում եք ինչպես արթնանալ, մենք եկել ենք այդ լուծումը տալու։ Հենց այս պահին ձեզ համար հատուկ տեսահոլովակ արթնանանք միասին ուրախ ռիթմերով։ Գնանք խնդրենք մեր ռեժիսորին այս պահին մի հատ կայծակնային տեսահոլովակ, կայծակնային երգով, որպեսզի արթնանանք։ Գնացինք։ Եվ վերադարձանք տաղավար եկել ենք հրաշալի նորություն հայտնելու։ Ապրիլի 11-ից 13-ը Աբու Դաբիում կայացել է Elite Cup գեղասահքի միջազգային մրցումները։ Հայաստանը ներկայացնող մասնակիցները վերադարձել են գլխավոր մրցանակներով եւ Grand Prix-ով։ Այո, եւ այս պահին մեզ մոտ իհարկե ոչ թե հյուրառատ, այլ հյուրանոցը առատ է, ես այսպես եմ անվանում, ժպտացող աչիկներ, այնքան հետաքրքիր մթնոլորտ է, որ այդ պարզապես հիմա կտեղափոխվի ձեր բնակարան։ Սիրով ներկայացնենք մեր հյուրերին եւ այսպես գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Մաշա Չիչոյանն է մեր հյուրը։ Բարի առավոտ եւ գեղեցկություն գնահատեք խնդրում եմ։ Ինչպես նաեւ փոքրիկ մարզուհիները Արինա Դանելյան, Անի Համբարձումյան, Մարիա Մադոյան, Արփի Գևորգյան, Անահիտ Նազարյան, Լիլի Մակարյան, Մարիա Ավետյան, Գայանե Երանոսյան եւ Մարգարիտա Արաքելյան, ճիշտ է Ես շունչս պահել էի։ Ոչ մեկի անունը չմոռացա։ Եթե ինչ, մի հատ շուռ արի, հեռուստադիտողն էլ տեսնի, որ յուրաքանչյուրի անունը ձեր վրա գրված է պարզապես հակառակում։ Խնդրեմ։ Տեսակ, Ավետյան ջան, գնացինք։ Այո։ Դե Մի քիչ պատմենք, ինչպես անցավ։ Առաջին անգամ մենք մասնակցում Հայաստանով, թե բազմիցս եղել է ու ոնց ներկայացան մեր երեխեքը։ Բազմիցս միջազգային մրցումների իհարկե մասնակցում ենք, բայց այս անգամ մեծ թիմով ներկայացանք Աբու Դաբիում 9 հոգի, այո, եւ կարելի ասել հանգիստը համատեղեցինք մրցումների հետ։ Շատ գոհ ենք, քանի որ օլիմպիական խաղերից հետո մեզ մոտ ծրագրեր էին փոխվել եւ ավելի լարված էինք ներկայանում, որովհետեւ բոլորի վարժությունները փոխված էին, նոր էին, բայց շատ լավ մասնակցեցին մեր երեխաները։ Արդեն պարզ է, եթե գլխավոր մրցանակներ եւ Grand Prix-ներ եք բերել, քանի երկիր էր մասնակցում։ Տարբեր երկրներից կային՝ Ռուսաստան, Լեհաստան, Իսրայել, Սլովակիա։ Էլի մեծ պատվիրակություններ էին։ Այո։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է այսօր Հայաստանում որքանով է ընտրությունը ծնողի գալ եւ երեխային բերել գեղարվեստական մարմնամարզության, որովհետեւ համաձայնեք, չգիտեմ, երկի, բարի շատ հեշտ տալիս են, բայց ունենք մենք շատ այդ սպրոսը ծնողների կողմից։ Այո, հիմա շատ են մայրիկները ցանկանում, որ իրենց աղջիկները զբաղվեն հենց գեղարվեստական մարմնամարզությամբ, ու երբ առաջին անգամ գալիս են իրենց երեխայի հետ, սիրահարվում են եւ մայրիկները եւ աղջիկները։ Եկեք աղջիկներին մի քիչ խոսացնենք, հա, վերցրեք հերթով եւ ներկայացեք։ Չէ՞։ Եվ ներկայացեք ձեր անունը, տարիքը ու երբ սկսեցիք գնալ գեղարվեստական մարմնամարզության։ Ես սկսել եմ գնալ 8 տարեկանից, ինձ շատ դուր եկավ այս սպորտը եւ ես որոշեցի շարունակել այս գծով։ Այժմ քանի տարեկան եք դուք։ 10։ Ահա, 2 տարի արդեն գնում ես։ Աբու Դաբիում լավ էր։ Շատ։ Չես վախեցել։ Չես լարվել։ Ոչ։ Հիանալի ելույթ ես ունեցել։ Շատ բարի, դուք։ Ես Լիլին եմ, գնացել եմ գեղարվեստական մարմնամարզության 8 տարեկանից, զբաղվում եմ 5.5 տարի, այժմ 12 տարեկան եմ։ Ինչ նպատակներ ունես։ Ուզում եմ շատ հաղթանակներ ունենալ իմ մարզիչի միջոցով եւ շնորհակալ եմ նրան, որ միշտ մեր կողքին է։ Շատ ապրես։ Ես Գայանեն եմ, 12 տարեկան եմ, զբաղվել եմ գիմնաստիկայով 6 տարեկանից։ Ես ցանկանում եմ դառնալ գեղարվեստական մարմնամարզության մարզիչ։ Օհո, հրաշալի նպատակ։ Արդեն ունեք ձեզ համար, խնդրեմ, մրցակիցներ։ Պատրաստում եք այո ապագա մարզիչների։ Ես Անին եմ 10 տարեկան, 3 տարեկանից եմ գնացել գիմնաստիկա, տարբեր տեղեր, շատ է դուր եկել ինձ։ Շատ դուր է եկել։ Աբու Դաբիում ինչպես անցավ։ Շատ լավ։ Չէիր լարվում։ Չէ։ Լավ ելույթ ունեցաք։ Շատ ապրես։ Դու։ Ես Անահիտն եմ, զբաղվել եմ 3 տարեկանից, գնում եմ գիմնաստիկայի 4 տարեկանից։ Հիմա քանի տարեկան է Անահիտը։ 7։ 7 տարեկան։ Ես էլ եմ Անահիտը։
տեսնում ես ինչ հետաքրքիր համընկնում։ 7 տարեկան, 4 տարեկանից զբաղվել ես, 3 տարի արդեն, հա, քեզ դուր է գալիս գեղարվեստական մարմնամարզություն։ Իսկ դպրոցում ինչպես են ընդունում, ուսուցիչները զիջում են, ասում են մեր գեղեցկուհին մրցումների է։ Այո։ Զիջում են։ Ողջունենք ուսուցիչներին ու նաև ծնողներին, ովքեր երեխաներով զբաղվում են եւ այսպիսի հրաշալի վայրեր են տանում, նրանք էլ մրցանակներով վերադառնում են։ Դու փոքրիկ Я Маргарита, и я начала на гимнастику ходить в 3 года. Молодчина. А тебе сколько сейчас лет? 7. 7. Մարգարիտանը 3 տարեկան է, 3 տարեկանից սկսել է զբաղվել մարմնամարզությամբ, այժմ 7 տարեկան է։ Как вы выступили в Абу-Даби? Отлично. Что понравилось? Бассейн. Бассейн. Ինչպեսի երեք ունեցել, ասում եմ շատ լավ, իսկ ամենաշատը դուր է եկել լողավազան։ Ամենաշատը սիրում եմ երեխաների անկեղծությունը, անմիջականությունը, ասում եմ ձեզ։ Ես Մարիան եմ, ես սկսել եմ պարապել 5 տարեկանից եւ ինձ շատ է դուր եկել եւ ես 2 տեղ էի գնացել գիմնաստիկայի։ Ահա, հրաշալի։ Եվ դու? Ես Արինան եմ, մարմնամարզությունով զբաղվել եմ 6 տարեկանից, այժմ 9 տարեկան եմ։ Ես ունեմ նպատակ, ուզում եմ մասնակցել օլիմպիական խաղերին։ Հրաշալի։ Իսկապես ինչպես են այսօր դիրքերը մեր դպրոցի, ունենք հույս, որ կկարողանանք նաև օլիմպիադայում ներկայանալ պատշաճ ձևով, ինչ առաջընթաց կա։ Սպորտաձևը Հայաստանում զարգացած չի, բայց զարգացող է։ Ահա, այսինքն այդ փուլում է ճանապարհին։ Այո, այդ փուլում է, կարծում եմ, որ հետագայում կունենանք մասնակիցներ օլիմպիական խաղերում, այս պահին չունենք, բայց կարծում եմ, որ կունենանք։ Բայց կա մի փոքրիկ, որ այդպես էլ չխոսեց, եւ դա անարդար է, մենք ուզում ենք նաեւ քեզ լսել։ Ես Արփին եմ, զբաղվում եմ 8 տարեկանից։ Ինչ ես ուզում դառնալ։ Մարմնամարզիչ։ Մարզիչ։ Մարզիչ եք ուզում դառնալ։ Հրաշալի։ Աբու-Դաբիում քեզ ինչը դուր եկավ։ Ամեն ինչը։ Իսկ ընկերուհիներ եք, դուք բոլորդ ընկերացել եք, հատկապես այս մրցումից հետո, հա։ Ոչ մի գժություն չի լինում, վեճեր չեն լինում։ Ինձ թվում է սխալ մարդկանց եմ հարցնում։ Ժամանակ առ ժամանակ, բայց շատ հաշվեն եւ շատ լավ ընկերներ են իրենք։ Հրաշալի, որովհետև սպորտը առհասարակ նաև դաստիարակում է, կարծեմ, տեսակ, դիսցիպլինա ու նաև ընկերասիրություն ու մեկը մյուսին օգնելու կարողություն, այնպես որ երեխեք ջան, մենք միայն ուրախ ենք, որ ունենք նման սերունդ, ով ճիշտ է դաստիարակվում եւ արդեն այս տարիքում հաջողություններ է գրանցում, միայն նոր հաջողություններ ենք ձեզ մաղթում, մենք էլ մեծ սիրով եթերում կլուսաբանենք այս նորությունները։ Քան տարեկանից կարող են գալ եւ ընդունվել, հա, դիմել, մինչեւ քան տարեկան է թույլատրելի զբաղվել։ Մինչև 8 տարեկան, բայց ճիշտ կլինի 4-ից 5 սկսել արդեն, որպեսզի 6-ում արդեն մրցումներ մասնակցեն։ Ես էլ մտածեցի, ես կարող եմ կամ միգուցե Անահիտը շանս ունենա։ Մենք էլ ոչ գեղարվեստական, ոչ էլ մարմնամարզություն, ջան, որ այսպես նայում եմ։ Ամեն դեպքում գեղարվեստական մարմնամարզության մարզիչ եք Մաշա, բայց հետաքրքիր է որպես մարզիկ չեք ներկայանում այլևս։ Այլևս ոչ։ Ընտրել եք մարզչի ուղղությունը ու արդեն սերունդ եք մեծացնում։ Թե չէ չի լինում ձեզնից աչք կտրել, անդադար ուզում եմ նայեք, այդքան գեղեցիկ եք։ Մաշա Չիչոյան եւ մի ողջ սերունդ այսօր մեր տաղավարում։ Ովքեր ներկայացնում են գեղարվեստական մարմնամարզությունը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ վերադառնում են մրցանակներով։ Միմիայն հաջողություն ենք մաղթում նրանց, իսկ դուք սիրելիներս ուշադիր եղեք ձեր երեխաներին եւ գտեք նրանց մեջ այն գիծը, որը ամենալավն է ստացվում ու փորձեք զարգացնել, դա կլինի սպորտի բնագավառում, արվեստի, մշակույթի, ընթերցանության, գիտության, շատ կարեւոր է փոքր ժամանակվանից հետեւել, տալ երեխային թևեր, որպեսզի նա կարողանա իր ճանապարհը հարթել, անցնել առաջ ու դառնա մեր ազգի համար պիտանի զավակ։ Այո, ուշադրություն դարձեք ձեր երեխաներին, որովհետև կարճ ասում է երեխան ընտանիքի հայելին է։ Այնինչ դուք տակ, այն էլ կստանաք, ինչպես հասարակությունը, այնպես էլ բոլորը։ Ողջունում ենք բոլոր ծնողներին եւ շնորհավորում եւս մեկ անգամ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մնացեք բարով։ Հաղթող եղեք, լավ օր բոլորիդ։